ճիշտ այնպես, ինչպես սխալվում էին մեր նախկին իշխանությունները կարծելով, որ պայմանավորվելով Կրեմլի հետ, Պուտինի հետ վերջի 100 տարի ընթացքում, նրանք ապահովում են երկարատև հավերժ խաղաղություն, ճիշտ այնպես հիմա սխալվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ ինքը անձամբ, կարծելով, որ պայմանավորվելով Թրամփի հետ որևէ բանի մասին, նրանք երկարատև խաղաղություն են բերել եւ կարեւոր չէ անգամ ինչ ես եմ կարծում, ավելի կարևոր է տվյալ դեպքում ինչ կարծում եւ ասում է Իլհամ Ալիևը, իսկ նա ընդամենը մի քանի ժամ առաջ հերթական հեռուստաեթերում, որը ես Евronewsով եմ տեսել, ասեց Թրիպի մասին, մենք սպասեցինք Թրամփի գալուն եւ իրականացրեցինք Թրիպը, եթե դուք ուզում եք իրականացնել ձեր խաղաղությունը, խաղաղության խաչմերուկը, սպասեք, որ վերադառնա Բայդենը, ինչպես մենք սպասեցինք, որ վերադարձավ Թրամփը, այսինքն ինքը բացի այլ այդ հեգնանքից, որտեղ դա իհարկե հեգնանք է եւ ձեռառնոց է, նա նկատի ունի, որ շատ լավ հասկանում են եւ Ալիևը եւ Էրդողանը, որ իրենք ունեն ոչ ավել քան 3 տարի։ Համենայն դեպս դա չի կարելի բացառել, որովհետեւ եթե Թրամփի վարչակազմը եւ քաղաքական մոտեցումները փոխվեն, ինչպես Թրամփը փոխեց Բայդենի մոտեցումները, բացարձակապես այլ իրավիճակ կստեղծվի տարածաշրջանում եւ ինչպես 20 թվականին Թրամփի վերջին օրերին, իզուր չէ որ ադրբեջանցիները հենց այդ պահին էին հարձակվել, հասկանալով որ Ամերիկան հիմա գրեթե չեզոքացված է, Թրամփի վերջի շաբաթներն են իշխանության։ Ճիշտ այնպես հիմա իրանք նորից ժամանակն են ընտրել, դա անգլերեն timing բառով է արտահայտվում եւ շտապում են իրենց նպատակներին հասցնել հիմա։ Ահա ինչու եւ 3 տարվա ընթացքում շտապում են կառուցել երկաթուղին Թուրքիայից մինչև Նախիջևան շրջանցելով Հայաստանը եւ Թրիպի իրականացումը շտապում են այս 3 տարվա մեջ իրականացնել, վերջացնել, որովհետև բոլորը հասկանում են, երևի բացի Երևանից, ուրիշ մայրաքաղաքներում շատ լավ գիտակցում են, որ սա երկարատև նախագիծ չի կարող լինել։ Մի քանի պատճառներով դրանք բարդ են եւ մենք կարող ենք այդ մասին խոսել, բայց դա ակնհայտ է, որ սա երկարատև չէ։ Պետք է տարբերել երկու բան՝ ճանապարհը եւ նախագիծը։ Թրիպ նախագիծը դա միջին Միջանցք կոչվող, դա Թուրքիայով Կենտրոնական Ասիա, Չինաստան հասնող ճանապարհ է, բավական հավակնոտ նախագիծ, որը փաստորեն գովազդվում է որպես աշխարհաքաղաքական լուրջ ձեռքբերում եւ խաղաղության երաշխիք Հայաստանի համար։ Եթե դա իրականացվի, ապա իհարկե տնտեսական նշանակությունը այդ ճանապարհի ապահովելու է կայունություն այն տարածքներում, որտեղ այն անցնում է, բայց այստեղ ուրիշ հարց է։ Ինչ ենք մենք ստանալու վերջում։ Իրականում իրականացվում է, կներեք տավտոլոգիա համար, Ադրբեջանի ցամաքային կապը Նախիջևան է, հետևաբար նաև Թուրքիայի հետ։ Այսինքն այդ նախագիծը իրականում դա 100 տարվա Լենին-Քեմալ նախագիծն էր, համաձայն որի դրա համար էլ Նախիջևանը, Արցախը եւ Սյունիքը որպես Զանգեզուր պետք է լինեին թուրքական վերահսկողության տակ, ադրբեջանական, եւ միայն Նժդեի շնորհիվ Հայաստանը պահպանեց այս աշխարհագրական, աշխարհաքաղաքական արժեքը կտրելով այդ նախագիծը։ Հետո Սովետական միությունը եկավ գիտակցության, արդեն Ստալինը հասկացավ, որ սա շատ վտանգավոր է եւ նախագիծը ավարտվեց։ Հիմա այդ նախագիծը ուրիշ անունով, ուրիշ բացատրություններով ներկայացում է որպես Թուրքիայի հնարավորություն տարածել արևմտյան արժեքները, շուկաները դեպի Կենտրոնական Ասիա։ Ահա ինչու Թրամփը հավատալով դրան սկզբից այցելել էր Կենտրոնական Ասիա, հետո հավաքել է Կենտրոնական Ասիայի
Միջին Ասիայի բոլոր հանրապետությունների երկրներում, հիշում եք երկրների նախագահներին Վաշինգտոնում, եւ դա ներկայացվում է հենց այսպես։ Իրանից ասացին դիմացը ընդամենը մի 40 կիլոմետր ճանապարհ է, պետք հայերի մոտ է մեկ պետք է անխոչնդոտ ճանապարհ ստեղծենք, ասեց հարց չկա, իհարկե։ Եվ ինչու եմ ես ասում, որ սա վտանգավոր է մեզ համար, որովհետեւ Հայաստանը իսկապես չի վերահսկելու այս ճանապարհը, եկամուտը տնտեսական լինելու է չնչին, այնտեղ 40 կիլոմետրից 75-74% արդեն անցել է ամերիկյան մասնավոր ընկերությանը, մնացած 20 կիլոմետրը, որտեղ դա կիսվում է, դա այնպիսի ճանապարհ չէ, որը կարելի է համեմատել իսկապես նախագիծ հանդիսացող հյուսիս-հարավի հետ, որը 500 կիլոմետր է, որը կապում է ոչ թե Թուրքիան կենտրոնական Ասիայի հետ, այլ Հնդկաստանը, Իրանը, Հայաստանի, Վրաստանի միջոցով Սև ծովի եւ Եվրոպայի հետ, Ուկրաինա, Բուլղարիա, Ռումինիա, Սև ծովի։ Բանն այն է, որ Եվրոպան տասնամյակներով Թուրքիային չի թողնում իր ներս։ Այո, ՆԱՏՕ դա մի բան է, ՆԱՏՕ Թուրքիային հրավիրեց Միացյալ Նահանգները, բայց Եվրամիությունը հստակ ասում է, որ Թուրքիան չի լինելու Եվրամիության անդամ։ Պատճառները բազմաթիվ են, քաղաքակրթական, դեմոգրաֆիկ, արժեքային եւ այլն եւ այլն։ Ահա ինչու ոչ Իրանը, ոչ Եվրոպան երբեք չեն դիտարկել Թուրքիայի միջոցով լուրջ ճանապարհներ։ Այո, Թուրքիան օգտվում է եվրոպական շուկայից, Թուրքիան բավական ուժեղ տնտեսություն է, բայց դա չի բերում նրան Եվրոպայի մոտ։ Արևմուտքը եվրոպական միությունը շատ հստակ տարաբաժանում է Եվրոպան եւ Թուրքիային։ Ահա ինչու հյուսիս-հարավը նախատեսված էր Թուրքիան շրջանցելու համար, Հայաստան, Վրաստան, Սև ծով, եւ հետո Իրան, որին միացնում են Հնդկաստանին։ Հիմա Եվրոպան կարևորագույն պայմանագրեր է կնքում Հնդկաստանի հետ։ Եվրոպան եւ ողջ աշխարհը սպասում է Իրանի ազատագրմանը բռնապետությունից։ Միացյալ Նահանգները նկատեցիք կանգնեցրեցին սկսված գործընթացը եւ վերադարձան այաթոլլաների հետ բանակցության սեղանին։ Այդ նախագիծը չի աշխատել, որովհետև Թուրքիան պնդում է, որ Իրանի դեիսլամիզացիան չկատարվի, որովհետև ազատական, ժողովրդավարական, արևմտամետ Իրանը նշանակում է, որ Թուրքիան կորցնելու է իր կարևորությունը տարածաշրջանում։ Իրանը վերադառնալու է որպես Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի գլխավոր դաշնակից։ Մենք այդ մասին խոսել ենք։ Ահա ինչու այդ նախագիծը շատ ավելի մեծ է, քան այս 3 տարվա ժամկետը։ Ու վերջին պատճառը ինչու է դա վտանգավոր մեզ համար, որովհետև Միացյալ Նահանգները չեն ասում դա բացի բաց տրիպի վերաբերյալ, բայց խոսքը գնում է Կենտրոնական Ասիան Չինաստանից մեկուսացնելու, պոկելու մասին։ Իսկ ես մեծ կասկածներ ունեմ, որ Չինաստանը որևէ մի ուժին, առավելևս Թուրքիային, թույլ կտա իր քթի տակից տանել Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք շատ սերտ կապված են Չինաստանի տնտեսության հետ, որոնք ահռելի մեծ պարտքեր ունեն Չինաստանին, վարկեր, եւ այլն եւ այլն։ Այդպես որ Հայաստանը ակամա ներքաշվում է մի գործընթացի մեջ, որտեղ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ են բախվում։ Եվ մենք այստեղ չենք կարող պահպանել չեզոքությունը։ Ցավոք սրտի այս վիճակում ենք տարօրինակ կերպով հայտնվում ենք Թուրքիայի դաշտում, Թուրքիայի շահերի դաշտում, որը բացարձակապես չի համապատասխանում մեր ազգային երկարաժամկետ շահերին։